Պարտիրոջ շղորձը, պարք Իսուսին, որդյալ ամեր տերը, բարավորն ամեծ սուրբ պատվական անունը։ Ես ուզում եմ սուրբ գրքից մի տեղ ընթերցել, Արտուր եղբայրը բավականին ժամանակ թողած կարճ խոսած չգիտեմ ինչի, բայց թող Տերը օգնի, ես մի տեղ պետք է ընթերցեմ մի քանի մտքեր, հետողությամբ խոսել, աղոթենք եւ հայտարարություններից հետո այսօրվա մեր պաշտամունք կվերջացնենք։ Խոսքը վերաբերում է եղբայրներ քույրեր Հռոմեացիս 12-րդ գլխի առաջի 3 համարներին։ Այսպես է ասում Տիրոջ խոսքը մեզ բոլորիս։ Արտաղաչում եմ ձեզ եղբայրք Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենթանի, սուրբ եւ Աստծուն ընդունելու պատարագ, որը ձեր բանավոր պաշտոնը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալ։ Որտեւ Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ դինել այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափով բաժանեց։ Սերներ, այս 3 համարների մեջ 3 կարևոր մտքեր կա, որ որոշակի ուզում եմ Տիրոջ ողորմությամբ, այս ուղղությամբ խոսենք ու ներկայացնենք։ Ընդհանրապես, առաջի խոսքը ասում է, աղաչում եմ ձեզ, որ Աստծո ողորմությամբ ձեր մարմինը ներկայացնեք Աստծուն սուրբ ընդունելու պատարագ, որը ձեր բանավոր պաշտոնը։ Այստեղ խոսում է պաշտոնի մասին։ Ինչ է իրանից ներկայացնում պաշտոն, մենք բոլորս լավ գիտենք։ Ասենք, պաշտոնը դա այն կոչումն է, ինչի մեջ որ մարդին մեկը կանչել է, որպեսզի այդ կանչվածությունը ինքը ի գործ տնի։ Այսինքն, ասենք ժողովուրդ ընտրություն անեմ, ընտրում է նախագահ։ Այսինքն այդ նախագահի պաշտոնը կա, բայց այդ նախագահին ժողովուրդն ինչ անում, ընտրում է մեկին, որը որպեսզի կոչվում է, որպեսզի այդ պաշտոնն ինչ անի, կատարի։ Այսօր Աստված ասում է ձեր բանավոր պաշտոնն է։ Այսինքն ինչ կոչման մեջ է մեզ Աստված կանչել, ինչ կոչում է Աստված մեզ շնորհել եւ ինչ է տվել ժողովուրդ ջան։ Հենց ստեղ արդեն շատ ժամանակ սատանան շատ շատերին խափում է։ Եղբայրը արտասանեց։ Տերը օրհնի։ Այսինքն մարդը չի հասկանում ամենակարևոր կոչումը ու պաշտոնը որն է։ Այսինքն ինչ ասա ժողովուրդ ջան։ Ինչ անում մարդը։ Մարդը մտածում է, որ հասնի ինչ-որ բանի, ինչ-որ դիրքի, ինչ-որ փառքի, ինչ-որ կարողության, եւ սրա նպատակը փափագը սա է, որ հասնի դրան, բայց չի հասկանում, որ ինքը կանչվածություն ունի, մի հատ մեծ ավելի պաշտոն ունի, որի համար ինքը կանչված է։ Իսկ գիտեք ո՞րն է այդ պաշտոնը մեր։ Ամենաթանկ, ամենագերագույնը Աստծո որդու պաշտոնն է, որ Աստված մեզ տվեց։ Հլա նայեք ժողովուրդ ջան, առաջի Հովհաննեսի 3-րդ գլխի առաջի համարից ասում է. «Եվ սա մեծ շնորհք է Աստվածանից, որ մեզ Աստծո որդիներ կոչեցին»։ Գիտեք ժողովուրդ ջան, երկրի վրա բոլոր պաշտոնները, պաշտոնյաները մինչև գերեզմաններն է։ Հոգևոր պաշտոններն են նույնպես, գիտեք։ Ասենք ֆիզիկական պաշտոնը նախագահ է, վարչապետ է, ասենք, քահանա է, ոստիկանապետ է, գեներալ է, լավ կաֆելչիկ է, սա ինչ ունես մարդը մինչև գերեզմաններն է։ Նույնը հոգևոր երկրավոր այս պաշտոնները, գիտեք։ Ասենք եպիսկոպոս է, երեց է, սարկավագ է, լավ երգող է, արտասանող է, ուժեղ քարոզիչ է, սրանք բոլորը մինչև գերեզմաններն է, ժողովուրդ ջան։ Ֆիզիկապես այս երկրավոր գերեզմաններն է։ Իրական մեր գործը, կյանքը սկսում է այս երկրավոր կյանքից հետո։ Եվ երանի նրան, ով որ այդ պաշտոնի կանչվածության մեջ կարողանում է ինքը մնալ։ Եվ ինչպիսին պետք է լինի երկինք գնացող մարդու բնույթը ստեղ բացատրում է։ Լա տեսեք ինչ ասում։ Երկրորդ խոսքը ասում է. «Մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը»։ Ասում է մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Ինչու համար ժողովուրդ ջան։ Աշխարհի կերպարանքը ո՞րն է։ Այսօր մարդիկ, ես մի անգամ միտեղ նստած էի, մի հատ առիթ էր, դրսում էինք, Ամերիկա էինք,
մի հատ առիթ էր նստած ու ես մի կողքից կարող է պատմածել եմ, ես մի սեղանին նստած էին հոգևոր մարդիկ, ես մի սեղանին էլ նստած էին, ասենք մարդիկ, որոնք չէին ապաշխարում, էլի մեր հայ ժողովուրդն էին, հիմա երկուսն է խոսում են, դե ես ընդեղ հյուր էի, ասենք, շատերին չէի ճանաչեմ, երկու հոգու էի ճանաչեմ, նստած էինք, հիմա խոսում են, նայում ես, այս հոգևոր մարդիկ ինչ են խոսում, այս հոգևոր մարդիկ խոսում են Հիսուսի մասին, պաշտամունքների մասին, են մեկ ասում է, այս եղբայրն եկավ, սենց լավ խոսած, են մեկ էս բան, հիմա այս կողքի մարդիկ ինչ են խոսում, բա գնացինք Վենեցիա, գնացինք Իտալիա, գնացինք Հռոմ, գնացինք ստեղ մանեկանք, այս մանեկանք, այս հյուրանոցը լավն էր, այս ուտելիքը լավ էր, ու երբ որ սրանք սկսեցին խոսալ, հիմա տեսնում եմ, հավատացյալներ էլ կան, արդեն շուռ եկան, սկսեցին սրանց հետաքրքրել, բա ոնց էր, ինչ տուր էր, ոնց էին գնեմ, ինչ էին անեմ, այսինքն ինչ տեղ ունեցավ, հիմա այս մարդը իր կերպարն ունի, այս մարդի, գիտեք ճիշտ հասկացեք, ես չեմ ասում չգնան, այս չանեն մարդիկ, կարող է մարդիկ մտածեն, ասեն, այս կրոնավոր արտակն ինչա, չէ, Տերը օրհնի, թող գնան, բայց առաջնայինը ժողովուրդ ջան, մենք չպետք է կերպարանենք այս աշխարհի կերպարանենք, աշխարհն ինչ է ուզում, աշխարհի ուզածն ինչ է, աշկի ցանկություն, մարմնի ցանկություն, այս կյանքի ամբարտավանություն, Աստծո ուզածն ինչ է, որ մենք հասնենք երկնքի արքայության։ Ասում եմ, երկնքի արքայությունը ուտելիք ու խմելիք չի, ուրախություն, խաղաղություն, արդարություն Սուրբ Հոգու ձեռով։ Հիմա Աստծո ուզածը ո՞րն է, ժողովուրդ ջան։ Բայց այսօր ցավոք սրտի շատ-շատերս հոգևոր մարդիկ երանի են տալի աշխարհի մարդկանց։ Ասափը 73 Սաղմոսի մեջ շատ սքանչելի ներկայացնում է։ Ասում է, երբ որ տեսա ամբարիշտների հաջողությունը, քիչ մնաց ոտքս սայթակ էր, այսինքն ինչ էր տեղ ունեցել, նայում այս մարդը ես ունի, են ունի, ես անեմ, են անեմ, ու ինք ասում այն մարդ, ոնց է, նրանք այսքան Աստծուց հեռու կապրեն, այսքան սուրբ կյանք չեն ապրի, այսքան այս կանեն, են կանեն, բայց հաջողություն կունենան, ես հոգևոր մարդ եմ, իմ ամեն ինչը դրել եմ Աստծու համար, կոպիտ ասած, ամեն բան թողել եմ, բայց խա այս նեղությունը, խա այս դժվարությունը, հետո ասում է, երբ որ Տիրոջ սրբարանը մտա, նրանց վախճանը տեսա, ժողովուրդ ջան, վախճան գոյություն ունի, վախճան գոյություն ունի, գիտեք, այս երկրի վրա ենք այդ վախճանը զգում, առաջ օրը Գյորանի եկեղեցու շինարարության վրա գործ են անում, դե տարեց մարդիկ ենք արդեն, եղբայրները 50-նանց բան, մեկ էլ եղբայրներից մեկը ասում է, այ ախպեր ասում է, հո չենք կարա մենք ժողովողին սխալ հանենք, մոմենտակ չջոգեց ինչ ասեմ, մեկ էլ նորից դե ասում է չէ որ ծերանումը արդեն մի փոքր բարձությունից վախում է, այս անում, են անում մարդը, ասում ախպեր ասում այն ջայլ վախտս, բայց մի վախում եմ, այդ իշկալեքի վրին արդեն վախում եմ, դա բնական է ժողովուրդ ջան, նայում ես երիտասարդա վազելով գնում է, բայց մի ծերը հազիվ ման ենք գալիս, այսինքն ինչ է եղել, մարմինն ինքն էլ է տեղիք տալիս իրան, մի օր կա, որ դրա վերջը պիտի հասնի ժողովուրդ ջան, ով ուզում է լինես, ինչ ունես սպասքի տեր, ինչ կարողության տեր, աշխարհի որ վայրում ուզում ապրենք, մի օր կա, որ պետքա այս երկրավոր կյանքին վերջակետ տրվի։ Եվ Սաղմոս 2-ն ասում է, մի օր կա, որ բոլորը Տիրոջ ատյանի առաջ պետք է կանգնի, ուզի թե չուզի, ով ուզում է լինի, ուզում է Ամերիկա ապրես, ուզում է Եվրոպա ապրես, ուզում է ֆյոդրիչների մոտ ապրես, Ռուսաստան, ուզում է Հայաստան ապրես, կապ չունի, բոլորս պետք է մի օր կենթանի Աստծո առջև կայնենք։ Եվ այդ օրը ինչպիսին պետք է լինի, ասում արդարը հազիվ պիտի պրծնի, բաղուր մնաց մեղավորն ու ամբարիշտը, ժողովուրդ ջան։ Դա համար մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք, քուրեր եղբայրներ։ Մենք չնայենք աշխարհի կերպարանքին։ Գիտեք, աշխարհն ինչ է ուզում։ Աշխարհն ուզում է վայելի, որտեվ սատանան անխափում ասում է, գիտես կյանք ես երկրի վրա է։ Կեր, խմի, ինչ կարողանում ես արա, որտեվ պետք է մեռնես ու գնաս։ Ինչքան կարաս երկար ապրի, լավ ապրի, շատ ապրի, այս աշխարհը ժողովուրդ ջան, բայց դա խաբկանք է ժողովուրդ ջան։ Տեր Հիսուսը եկավ եւ Հովանու ավետարանի 14-րդ գլխի 6 համարի մեջ հայտարարեց, ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Այսինքն որ սատանան խափում է այս աշխարհին դնում է, այդ չի, ասում է ես եմ իրական կյանքը, ես եմ իրական ճշմարտությունը։ Եղբայրը հիշեցրեց Արեգակի մասին, գիտեք, այնտեղ Սուրբ Գիրքը ասում է, «Էլ արևը քեզ լույս չի տալու», ասում է, բայց քու վրա պետքա փայլիով
այդ արևին ստեղծողը։ Ժողովուրդ ջան։ Մեր վրա երկնքն ոչ թե այս արևը պետքա լույս տա մեզ, այլ մեզ պետքա այս լույս տվող տողին ստեղծողը պետքա լուսավորի մեզ։ Եվ դա իրականություն է, հավատաս թե չհավատաս։ Բայց նրանք ովքեր որ Տիրոջ հետ գործ չունեն, ովքեր որ նայել են այս խավարին, ցավոք սրտի նրանց վրա ոչ թե արևը պետքա լուսավորի, այլ կրակի հավիտենական խորխորատների լույսը, դժոխքը։ Համար ժողովուրդ ջան, մենք չնմանվենք, չկերպարանվենք աշխարհին։ Ես չեմ ուզում շատ խորացնեմ, ես ուզում եմ որ մենք նմանվենք Տիրոջը։ Մենք նմանվենք մեր ստեղծողին, որովհետև ասենք շատերս ուշադրություն ենք դարձնում, մի ասենք որ մեծացել եմ մի քիչ ավելի շատ եմ նայեմ, ասենք, դե շատ այդքան ասենք մի քիչ հիշողությունս իմ այդքան չի, մեր Արմեն աղբերս, ես իմ քանի հազար տարվա ինչքան ինչ պապուտատի բարեկամություննի սաղին լավ հիշում ա, ճանաչում ա։ Ես մի քիչ այդ անուններից հիշելուց լավ չեմ։ Բայց ասենք ում որ ճանաչում եմ, ասենք, թեկուզ անունը չեմ հիշում, երբ որ նայում եմ սրա թորին, երեխուն, վրաս հասկանում եմ, որ սա այս մարդը սրա երեխեն ա, սրա թորն ա։ Ինչի, որտեվ ճշշող մեծամասնությունը այդ երեխեքը, այդ թորներ ում են նման։ Իրանց ծնողներին, իրանց պապերին, իրանց տատերին, չէ, իրանց հերերին։ Երբ նայում ես, շատ երեխեք նման են։ Այլ քեզ պետք չի որ ասենք, ասես այն է տենում ես, ասում ես սրա տղեն ա կամ սրա թորն ա, ինչի որտեվ ինչ ա, նման ա ժողովուրդ ջան։ Եվ Աստված էլ ուզում ա, որ մենք մեր հորը նմանվենք։ Մեր հորը նմանվենք։ Եվ եթե մենք նման չենք մեր ստեղծողին, հարց առաջանում։ Եթե ես նման չեմ, հարց առաջանում ժողովուրդ ջան։ Բայց եթե նման այլ գործ չկա։ Հիշում եմ մի անգամ մի հատ դեպք էր եղել, մեկը մի հատ բան էր եղել, այս մեկը մի կասկածում ա կնոջ վրա եւ ասում ա եկել անդեղ խոսում ա բա այ ախպեր բան սենց էս երեխեն իմը չի մեկ է որ երեխուն տյանք տոշնիկն արասինք ես լակու բուջուր վաղտվա նկարն է դες տոշնի դու ես դամոթ ասինք բերան փագի գնա ուրիշ բան ասա ինչի որտեվ ամբողջովին ում էր նման իր հորը ժողովուրդ ջան մենք էլ մեր հորը պետքա նմանվենք ես չեմ երկարացնում եւ երրորդ խոսքը տեսեք ինչ ասում որտեվ Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավել, քան թե արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ լինել, այսինքն ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափով բաժանեց։ Ասում եմ, բան չմտածել, մենակ մի բան, որ ինչ լինենք, պարկեշտ։ Էս ա ուզում Աստված։ Հիմա այսօր ինչի համար է Տերը խոսքը դնեմ, շեշտը դնեմ մտածմունքի վրա, ժողովուրդ ջան։ Որտեվ մեր ամեն արարք վերջնական որ գործողությանը հասնեմ, այդ ամենի սկիզբը մեր միտքն է։ Ցանկացած գործողություն, ցանկացած արարք, կլի հոգևոր, կլի մարմնավոր, ամեն ինչի սկիզբը սկսում է մեր մտքից։ Մարդու մտքից թե կապաշխարի մարդը, թե չի ապաշխարի, թե սուրբ կյանք կապրի, թե չի ապրի, թե ինչ-որ հանցակ կնգործի, թե ինչ-որ բարիք կանի, բոլորը սկսում է մարդու մտքից։ Եվ դրա համար Աստված ասում է, որ պարկեշտ բան մտածեք։ Պարկեշտ բան մտածեք, ժողովուրդ ջան։ Այսօր մենք ինչքանով ենք պարկեշտ մտածում։ Սաղմոս 2-ի մեջ ասում է, որ դուք բան չմտածեք պարկեշտից բացի, որ իշ գործ չունենաք, որ ձեր արարքը, գործարքը մենակ պարկեշտ լինի։ Տեր Հիսուսը հիշեցրեց կանանց, ասում է, ձեր պարկեշտ վարքը տեսնելով, ձեր ամուսինները փառավորեն ձեր հորը, որ որտեղ է, երկնքում է։ Ինչի համար ժողովուրդ ջան, պարկեշտ մտածենք։ Որովհետև քուրեր եղբայրներ, եղբայրներից հիշեցրեցին, Երբ որ մարդը ինչ-որ մի հատ վիճակից ընկնում է հոգևոր վիճակից կամ մի հատ արարքից, մի անգամից չես մարդը գնում ու գնում։ Ինչ է տեղի ունենում։ Օդի իշխանը սկսում է միտք տալ։ Օրական մարդը հազարավոր մտքեր առնում, չգիտեմ ինչքանով է ճիշտ, ես ստատիստիկ չեմ, ասում են կինը մինչև 18000, 20000 միտք է ստանում, տղամարդը մի 8000, 10000 քիչ։ Տենց են ասեմ, չգիտեմ ինչքանով է ճիշտ, կարող է չեմ կարող ասի, Համի ասենք հազարավոր մտքեր ենք մենք օրական առնում, ժողովուրդ ջան։ Հազարավոր մտքեր է գալիս, թե ինձ, թե քեզ։ Եվ հիմի ասում է բան չմտածել պարկեշտ, այսինքն պարկեշտ պիտի մտածես։ Հիմի այդ միտքը գալիս է քեզ։ Լան աշկը տենում է, այս ինչ լավ շորա։ Միտքը եկավ։ Մտիկ անեմ
դե լավն է, չունեմ, առնեմ։ Էլ չի մտածում այս մարդը, հնարավորություն ունի, հնարավորություն չունի, ի վիճակի առնել, ի վիճակի չի։ Միտքը գալիս է, այն մեկար են ցուլիկներա պահեմ, դու էլ վարգ վեկալ, այս արա գնա բերար։ Այն մեկ էս ինչ ավտոն առավ, այլատես նրա տղեն, դավայ դու էլ վերկալ վարգ արա այս արա, այս մարդը գնաց արավ։ Մեկ էլ ընկնում արդեն կրակի մեջ, իր հաշվարկներով սխալվում է, էլ չի կարողանամ ու սկսում արդեն տանջվելու տառապել։ Ինչ է տեղի ունեցել, իր սխալ մտքի ընդունելու պատճառը։ Ժողովուրդ ջան, այսօր ինչ մտքեր եք մենք ընդունում, որպեսզի մենք պարկեշտ կարողանանք վարվել, մենք ցանկացած միտք պետք է անցկացնենք այս խոսքի ֆիլտրով։ Հոգևոր մարդը պետք է ամեն բան, այս մտքերը ինչ որ գալիս է, ինքը միակնթարթ կանգնի ու մի հատ իրան հարց տա, եթե իմ փոխարեն լիներ Տեր Հիսուս Քրիստոսը, այս վիճակի մեջ ինչպես կվարվեր։ Եթե լիներ Հիսուսը, ինչ կաներ իմ տեղը։ Իսկ ինչ կաներ, Սուրբ Գիրքը արդեն Սուրբ Հոգին կհիշեցնի ինչ կանել։ Եվ մենք պետք է ժողովուրդ ջան, պարկեշտ մտածենք, պարկեշտ վարվենք։ Եվ եթե պարկեշտ չի վարվում մարդը, պարկեշտ չի խորում, այս մարդը կործանվելու է։ Նա պիտի կերպարանվի աշխարհին։ Ուզի պիտի կերպարանվի աշխարհին։ Այսօր շատ ժամանակ մենք ավելի շատ ամբարիշտ մարդկանց ենք նմանվում, ավելի շատ նրանցից ենք ամանչում, ավելի շատ մենք նրանցից ենք կաշկանդվում ու քաշվում, քան թե հոգևոր մարդկանց նմանվենք։ Շատ ժամանակ մենք ասում ենք, վայ դե այս ամբարիշտ մարդ, ասենք չենք ասում ամբարիշտ, ասում ենք, այս իմանապաշխար բարեկամը կնեղանա, վայ ամոթա, կվիրավորվի։ Բայց ես լավ չեմ տեսել, որ մի հատ անապաշխար մարդ ասի, վայ ամոթա, իմ բարեկամը արտակը հոգևոր մարդ է, Բերես որ իրա խաթրու գնամ հավաքույթի, աղբորս չնեղացնեմ, էլ ինչ կլի, մի հետ գնամ նստեմ, սաղ օրը որտեղ ասես նստում եմ, մի շաբաթ գնամ մորս հետ, ես իմ մոր պաշտած ասում պաշտեմ։ Թեզ բան չկա ժողովուրդ ջան։ Ինչի, որտեվ սատանան այդ բան չի թույլ տա այդ մարդին անի։ Իսկ քեզ միտք է տալիս, որ չմտածես իրոջ վրա։ Հլա նայեք, եկան ասեցին Տեր, գնանք մեռելը թաղենք նոր կանք, երես մեռելա գնամ թաղեմ, ինչ մեկ ինչ ասավ Տերը։ Ինչա, խիտերը չգիտեր որ դեդ մեռելին թաղեն։ Որ ամեն մարդ գնում է, որ իմանում է մի հատ ծանոթ է, հեռու անծանոթ մարդ մահացել է, գնում ենք Պանիխիդին թաղման ենք գնում։ Համեզ մարդի հերը մահացել է, ասում է թող մեռելները թաղեն, դու մի թաղի։ Սա ինչ է նշանակում, ժողովուրդ ջան։ Սա նա չի նշանակում, որ ֆիզիկապես չգնա հորը թաղելու։ Սա դա չէր։ Այսինքն ասում էր հերս մեծ մարդ է, լա սպասեմ, հերս երբ որ կմեռնի կթաղեմ, հետո քո հետևից կգամ։ Բայց Տերն ասում է թող մեռելները թաղեն։ Այսինքն ժողովուրդ ջան, մենք չպետք է նմանվենք, չպետք է կերպարանվենք աշխարհի կերպարանքին։ Մենք պետք է նմանվենք մեր Տիրոջը։ Մենք պետք է մեր Տիրոջ հետևից գնանք ամեն օր։ Իր խոսքը պետք է մեր մեջ կյանք դառնա։ Իր խոսքը պետք է բարձրանա, որովհետեւ մենք մտածենք պարկեշտ ապրելու, պարկեշտ գործելու, պարկեշտ վարվելու, որ մեր ապրած կյանքով փառավորեն Տիրոջը։ Տերն ասում է տեսնելով ձեր պարկեշտ վարքը, ձեր բարի գործերը փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Այսօր ինչքանով է իմ ապրածը, իմ գործածը, իմ ընտանիքից սկսած, իմ կնոջից սկսած, մինչև շրջապատի մեջ պարկեշտ, եւ ինչքանով են մարդիկ ինձ տեսնելուց Տիրոջը փառավորում։ Դրա համար ժողովուրդ ջան, թող Տերը օգնի, մենք կանչված ենք մեծ կոչումով, մենք Աստծո որդիներ ենք։ Գիտեք, երբ որ ես նոր էի ապաշխարում, եւ որ կարդում էի Սուրբ Գիրքը, եւ որ Ահանոնի երկու որդիքը մեղ գործեցին, օտար կրակ մատուցանեցին ու Տերը խփեց, Մովսեսի միջոցով Աստված Ահարոնին ասավ, դու տղեկը չտանեք թաղելու, ասավ, թող հրողբորը տղեկը տանեն քու մահացած զավակներին թաղեն։ Ասավ, հանկարծ դու քու շորերը չպատրես, քուրզ մոխից չհակնես, դու օծված քահանա ես։ Ես սենց իմ մեջ մտածում եմ, ասում եմ, Աստված ջան, ոնց արա, տղեն մահացել է, ոնց հալալ երեխեն է, ոնց չտանի թաղի, աղբերը, ոնց չտանի թաղի։ Բայց հետո տարիների ընթացքում հասկացա մի բան, ժողովուրդ ջան, Աստված ինքը մեծ բանի համար է քեզ ու ինձ բերել, Արտուր եղբայրը հիշեցրեց։ Այն կոչումը, որ մենք ունենք, այն պաշտոնի մեջ, որ մեզ դրել է, դա հավիտենական է։ Եվ եթե մեր այս սահմանափակ միտքը, սիրտը, հոգին, էությունը հասկանա, թե ինչ է նշանակում Աստծո որդի լինել,
Ինչ է նշանական, որ Տերն ասում է, ով որ հաղթի, նրան իշխանություն պիտի տամ իմ աթոռի վրա նստելու։ Ես կմեռնեմ, չեմ հասկանում, ժողովուրդ ջան, եթե դուք հասկանում եք, սա իմ կես մեծ գանգը չի տեղավորում։ Այո, բայց դա իրականություն է։ Ասում է, ով որ հաղթի, նրան իշխանություն պիտի տամ իմ աթոռի վրա նստելու եւ իմ որդեգիրը լինելու։ Գիտեք, այսօր շատ մարդիկ երազում են, սրա մարդը լինեն, սրա տղեն ելեն, այս պաշտոն ունենան, այս ունենան, բայց հլա նայեք, մենք ումն ենք, մենք ամենակարող Աստծո որդիներ ենք։ Թույլ եմ, թե դկարեմ, մեղավոր եմ, թե անարժան եմ, Իրանն եմ եւ հավիտենական փառահեղ օրհնություն է պատրաստել։ Եվ ոչ մենակ պատրաստել է ժողովուրդ ջան, Սուրբ Գիրքը ասում է, որ նա պետք է գա ու իր հարսը տանի, գիտեք։ Նրանք ովքեր անկեղծ Տիրոջ փառքն են փնտրում, Տիրոջ պատիվն են որոնում, Տիրոջ անունն են ձգտում պահեն, սրբությամբ ձգտում են մաքուր, ամբիծանարատ կյանք ապրեն, թեկուզ սայթակում են, թեկուզ սխալվում են, բայց նրանց փափագը ցանկությունը մեկն է, որ Տերը փառավորվի իրանց կյանքի մեջ, որ Տերը իրենց կյանքի մեջ, մի օր այդ փառավոր Տերը պետք է գա։ Ոչ թե պետք է գա Եղիայի կարգով երկինք տանելու, որ Եղիսեն տեսնի, մյուսները տեսնեն, որ Եղիան գնաց, այլ անձամբ Քրիստոս թագավոր պիտի գա։ Եվ Սուրբ Հոգի Աստված իր հարսը եկեղեցին պիտի բարձրացնի եւ օթերի մեջ պիտի հանդիպի Քրիստոսին։ Սա հեքիաթ չի, ժողովուրդ ջան։ Եվ ոչ մենակ պիտի հանդիպի, այլ այնտեղ արտասուք չկա, այնտեղ ցավ չկա, այնտեղ հիվանդություն չկա, այնտեղ տառապանք չկա, այնտեղ թարգմանիչի գործ չկա, որ թարգմանեն, այնտեղ սահման չկա, որ այս երկիրը լավն է, այս երկիրը վատն է, այնտեղ միայն ցնծություն եւ ուրախություն է հավիտենական Սուրբ Հոր հետ։ Համար ժողովուրդ ջան, թող Տերը օրհնի, մենք վերին բաները մտածենք։ Առաքյալը գրեմ ասում է, դուք որ վերինն եք, վերինը մտածեք, վրայինի հետ գործ չունեք։ Ես մի միտն էլ ասեմ, ամփոփեմ ու վերջացնեմ։ Նայեք, ասենք, ես շատ եմ սրա վրա խորել, ժողովուրդ ջան։ Ասենք ցանկացած մեկս որ աշխատում ենք, ինչ որ մեկի համար ասենք, ինչ որ մեկի համար այս մարդիկ ինչ են անում։ Ասենք օգնում են իրանց աշխատողներին, չի ասենք, եթե մի հատ ավելի շատ մեծահարուստ լավ մարդ է, իր աշխատողներին շատ լավ է նայում։ Մանավանդ իր այդ թիկնապահներին, չի ասենք, ամեն ինչով ձգտում է ապահովի, որովհետև իր կյանքը կախված է այդ մարդկեքից։ Լավ է նայեն, որ իրան լավ նայեն, հանկարծ իրան չգյուլեն, էս չանեն, չէ՞։ Հիմա նայեք, ժողովուրդ ջան, մենք էլ ում զավակներն ենք, Տիրոջ որդիներն ենք։ Եթե մարդը կարա լավ իր ծառաներին նայի, Աբրահամը լա նայեք, ինչքան շատ էր իր ծառային հարգում ու սիրում, ասում էր Տեր Աստված, այս սաղ ունեցվածքս Դամասկոսի Եղիազարին պիտի մնա։ Հիշում եք թե չէ։ Ասում այստեղ Եղիազարին պիտի, չի ասեմ աղբորս տղեն Ղովտնա կամ այնտեղ Խառանից որ դուս եմ եկել այնտեղ բարեկամներ ունեմ իրանց կտամ։ Հիմա մեզանից որը որ ունենա ունեցվածքը երեխա չունենա, ասի պիտի տամ ծառայիս, տանս, չէ, սա կարող պորս տղին կտամ, քերուզ մոքրիշ, չէ, ասինքն բարեկամիս կտամ։ Բայց այս մարդը ասում է, ես կտամ Դամասկոսի Եղիազարին։ Հիմա եթե Աբրահամը իր սաղ ունեցվածքը, որ ուզում էր Դամասկոսի Եղիազարին տար, բա մեր հերը կարող է իր ունեցվածքից մեջ չտա, ժողովուրդ ջան։ Ես այն ինչ որ անում եմ, ձեզ խորհուրդ եմ տալի, քուրեր եղբայրներ, ներող կլեք, սենց համարցակ ասելու։ Արդեն բավականին երկար ժամանակ է, ես Տիրոջից ոչ հաց եմ ուզում, ոչ ջուր եմ ուզում, ոչ առողջություն եմ ուզում, ոչ հարստություն եմ ուզում։ Ես դες բաներ չեմ ուզում Տիրոջից։ Գիտեք մենակ ինչ եմ ուզում։ Ասում եմ Տեր Աստված, ինձ ողորմա իմ ամբարտավան հպարտ գոռոզեությունը ջարդի։ Իմ կեղտոտ պիղծ եսը ստորացրա, իջացրա, ինձ ողորմա, որ ձգտեմ սուրբ կյանք ապրեմ, ողորմություն արա, որ քո առջև ուղիղ քայլեմ։ Խնդրում ու աղերսում եմ իմ երեխեքի համար, իմ հոր տան համար, ողորմա մեզ, հա, ջուր, կյանք, առողջություն պետք չի։ Դու ամեն բան գիտես, դու Աստված ես, դու ինչ կուզես կանես։ Եթե կարա մի հատ Աբրահամը իր հարստությունից Եղիազարին տա, բամին որ Աստված չի կարա իր հացից ինձ տա։ Բայց ես մի բան եմ ուզում, որ մինչև իմ կյանքի վերջի օրը պահի ինձ սրբության մեջ, մաքրության մեջ, որ իմ սրտի մեջ հանկարծ մի հատ դառ արմատ չլի, որ վերջի օրը ինձ երկնքից գցի։ Ժողովուրդ ջան, բարի կեշտ մտածենք, բարին մտածենք։ Այս մարմնավորը թողեք, պետքա Տերը հացել կտա, պետքա ջուրել կտա։ Մենք մի հատ երգ ունենք, երգիչները երգում ենք, հասնել ինքն ամեր Տերը, հա, ջուրնել ինքն ամեր Տերը։ Ժողովուրդ ջան, մեր հերը ամեն բան գիտի։ Կյանք հա պետք, կյանք տվողն ինքն է, վերունողն ինքն է։ Ինքան ուզի ես ինձ սուր փանեմ, հա, ճիշտ է, դեղերը խմում եմ, բան եմ անում, պրոֆիլակտիկ, չեմ ասում եք խմի, բայց եթե Տերը որոշեց, որ պիտի տանի, ոչ դեղն է օգնելու,
Ոչ էլ դեղը չի օգնելու։ Դա համար թող Տերը օգնի։ Հիշեք, մենք կանչված ենք, մեծ պաշտոնյաներ ենք մենք, թագավորի որդիներ ենք։ Այս երկրի վրա ժամանակավոր դեսպաններն ենք Տիրոջ, որ իրան ներկայացնենք։ Եվ դրա համար մեր կանչվածությունը, մեր պաշտոնը ամուր պահենք, սուրբ պահենք, չնմանվենք աշխարհին, չկերպարանվենք աշխարհին, որտեղ աշխարհի պաշտոնը կոչում ունեցվածքը մինչև գերեզմաններն է, իսկ մերը հավիտենականն է, մերը երկինքն է։ Իսկ դրա համար, որովհետեւ այդ ամենը ամուր պահենք, ինչպես Հովհաննեսն ասում, մենք միայն վերին բաները մտածենք։ Պարկեշտ բաները մտածենք, պարկեշտ բաներ անենք եւ ցանկացած միտք, ցանկացած ցանկություն, ինչ որ մեր մեջ գալիս է, մենք պետք է համապատասխանացնենք Սուրբ Գրքին։ Ինչպես կվարվեր իմ Տերը, եթե ես այնպես վարվեմ, ես հաղթություն կունենամ։ Իսկ եթե ես չեմ վարվի այդպես, ես պարտություն կունենամ։ Թող Տերը փառավորվի, ամեն, ժողովուրդ ջան։